Ընդհանրապես այս օրերի զարգացումները ձեզ ինչի մասին են հիշում։ Ընդհանրապես այս օրերի զարգացումը խոսում է միայն մի բանի մասին, որ Նիկոլ Փաշինյանը, այսպես ասած, ձեռքը գցում է փրփուրներից, նա ինքը շատ լավ գիտի հանրության կարծիքը իր վարչապետության, իր իշխանության վերարտադրման եւ ավելի շուտ շատ լավ գիտի, թե իր խոստումները չկատարելու դեպքում ինքը ում առաջ ինչ պատասխանատվություն է կրելու եւ դրա համար ինքը հնարավորություն պետք է ունեն իրեն բերողների առաջ։ Ովքեր են իրան։ Այդ ինքը գիտի։ Դաշնակցությունը չընտրեց։ Այդ ինքը շատ լավ գիտի։ Թվին դաշնակցությունը չօգնեց Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալ։ Բայց Նիկոլ Փաշինյանի վարչապետ չբերեց դաշնակցությունը։ Դաշնակցությունը գնաց հանրության պահանջը կատարելուն, այնպես որ դրանք բոլորովին տարբեր բաներ են։ Դաշնակցությունը հիմա ասի ինչու է Նիկոլ Փաշինյանը եկեղեցու դեմ դուրս եկել, որտեղ դաշնակցության աջակցությամբ Նիկոլ Փաշինյանը վարչապետ դարձավ։ Գիտեք ինչ, դաշնակցությունը կատարեց հանրության փողոցում արդեն հենց այդ օրը հայտնված այդ բազմահազար հայության պահանջը, որպեսզի քաղաքացիական հրահրումներ չլինեն։ Ինչ այսօր անում է Նիկոլ Փաշինյան իր այդ նման ելույթներով, որ եկեղեցու դեմ պայքարի է գոչում։ Իսկ դուք ինչ եք կարծում, այսինքն դուք ինչ հնարավոր սցենար եք այստեղ կանխատեսում հաջողության վեհապարին վեհարանից հանելու հարցում։ Դե գիտեք ինչ, Նիկոլ Փաշինյանը շատ ներողություն, շատ փոքր մարդ է։ Ներողություն ոչ թե Փաշինյանից, այլ ընդհանրապես։ Նիկոլ Փաշինյանը այն մարդը չի, որը իրավունք ունի, լիազորություն ունի եւ այդ ուժն ունի վեհապարին հավատացյալ մարդ կարող է։ Հավատացյալ նայած իր մի հատ իր հետ ճշտեք իր հավատքը որն է, ես խիստ կասկածներ ունեմ ողջամիտ, որ ինքը քրիստոնյա ինձ հետաքրքիր չի։ Ես իր տեսակը ճանաչել եմ եւ ինձ համար հետաքրքիր չի։ Ինչ հավատքի հետեւորդ։ Ինքը ազգադավ, պետականական երկիրը դավաճանող մարդ է։ Իսկ կրոնական ուղղությունը։ Այդ արդեն չի հետաքրքրում։ Կարևոր, ինձ համար ինքը ազգադավ դավաճան է։ Այսինքն դուք կարծում եք, որ այս process-ը վեհարանից կաթողիկոսին հանելու չի հաջողելու Նիկոլ Փաշինյանը։ Լինեմ ասում ինքը այդքան չկա, որ նման գործ իրականացնի։ Հնարավոր է Հայաստան խմբակցությունը սահմանադրական դատարան դիմի Նիկոլ Փաշինյանի կողմից ենթադրյալ սահմանադրական կարգ խախտելու այս տարեկան։ Այն որ դա սահմանադրական կարգ է, դուք ինքներդ էլ ասեցիք, շատ լավ է, որ նաև հանրության մեծամասնությունը հասկանում է, որ դա սահմանադրական կարգի խախտում է, ենթադրյալ չէ, հենց հստակ սահմանադրական կարգի խախտում է, որովհետև մենք հստակ ունենք առաքելական եկեղեցու կարգավիճակը սահմանադրորեն ֆիքսված եւ որևէ մեկին դա սահմանադրական որևէ մարմնի լիազորություն չի տրված այդ սահմանադրության մեջ։ Ոչ թե որպես սահմանադրական մարմին, այսինքն այս դեպքում ոչ թե գործադիր իշխանություն, այլ որպես ինչպես իրենք են ձևակերպում հայ առաքելական եկեղեցու հետևորդ, հա, որպես թունդ քրիստոնյա, այդ որ թունդ քրիստոնյան է ըստ էության լիազորություն ունի անհատապես, ինքը կարող է հարց բարձրացնել, բայց վեհապարին ընտրում է ոչ Նիկոլի նման թունդ քրիստոնյան։ Վեհապարի ընտրությունը որոշակի արարողակարգային երևույթ է, եւ այդ արարողակարգով է վեհապարը ընտրվում։ Ուրեմն գնացեք եկեղեցի եւ այդ արարողակարգերը ուսումնասիրեք եւ տեսնեք, որ այնտեղ ոչ մի տողատակերով անգամ Նիկոլը որպես քաղաքացի չի կարող հայտնել։ Հիմա Փաշինյանը համախմբման իր գաղափարը կիսողների համախմբման կոչ է արել։ Դե ինքը խնդիր ունի այսօր ստուգել հակադիր բևեռը կարող է ձևավորել, խնդիրը այստեղ հակառակ բևեռը ձևավորում, այսինքն այն մարդիկ, որոնք հակառակն են մտածում, կարող են նման բևեռել իրենք ստեղծեն։ Գիտեք ինչ, եթե ինքը հասցնի նրան, որ հանրության մեծ մասը կհանի եկեղեցու դեմ, բնականաբար ես ենթադրում եմ, որ հանրության քրիստոնյա, իրապես քրիստոնյա առաքելական եկեղեցու հետևորդն կորոշի ու կգնա իր պաշտելի եկեղեցուն պաշտպանելու։ Դա նորմալ ողջանական կլինի։ Ինչ եք կարծում ձեզ մոտ որպես քրիստոնյայի հարց առաջանում է Գարեգին երկրորդ կաթողիկոսը որևէ կանոն եկեղեցական խախտել է։ Իսկապես էլի եմ ասում, եկեք այդ նմանատիպ հարցերը ես որպես քրիստոնյա ես առաքելական եկեղեցու հետևորդ եմ։ Եվ եթե առաքելական եկեղեցին իր վերնախավով ընտրել է վեհապարին, ուրեմն նա ընտրվել է որպես հավատացյալ հարցեր ունեք Գարեգին երկրորդ կաթողիկոսին։ Ես որպես հավատացյալ, ես հարց ունեմ, ասենք ձեր նման քաղաքացուն, որ ինչի է այդքան կարևորում Նիկոլ Փաշինյան
տեսակին նման հիմար Նիկոլ Փաշինյան տեսակին հիշեցնեմ դուք ընտրեցիք 2018 թվականին, իսկ ես Էլի եմ կրկնում, ես էլի եմ կրկնում, այո, մենք, ես չեմ ճնշում, ես ուղղակի պատասխանում եմ, դուք ճնշում եք, ես չճնշում, էլի եմ կրկնում, էլի եմ պատասխանում, մենք նրան ձայն ենք տվել, որովհետև Նիկոլ Փաշինյան ենք ընտրել այդ, որովհետև հանրությունը այդ օրը այնպիսի պորտկումով էր դուրս եկել փողոց, որ հակառակը կարող էր շատ ավելի լուրջ տանել։ Քիչ առաջ այլ հարցը պատասխանելով ասեցիք Նիկոլ Փաշինյանին բերողները թողա։ Հա, բերողները։ Այսինքն հանրությանը նկատի ունի։ Գիտեք ինչ, Նիկոլ Փաշինյանը այսօր վարակույրներից հետ է, վարակույրների հետևում գտնվող այդ բանը տիկնիկներ, ինքը տիկնիկ է, որի թելերը գտնվում են վարակույրից հետևում։ Թե ուրիշ մեկը Նիկոլ Փաշինյանին Ժողովրդի պահանջով թե ուրիշ մեկի պահանջով եք Նիկոլ Փաշինյանին։ Ուրիշ մեկի պահանջով, ժողովրդին խաբելով, ժողովրդի ընտրությամբ։ Այդքան եք իմանալով, որ ինչ որ մեկը ժողովրդին խաբելով Նիկոլ Փաշինյանին։ Եթե ես այն ժամանակ այդքան ամեն ինչի մեջ 100% համոզված լինեի, հաստատ չէի ընտրի։ Ուրեմն այն ժամանակ ես դրա այդ կասկածները միգուցե ունեցել եմ, բայց ես իմ կասկածներով իրավունք չունեի հանրության մեծամասնության